Արմեն Թորոսի Բոյախչյան, աշտարակից, գեղանկարիչ, ծնվել եմ Թիֆլիսում, մայրական կողմս Թիֆլիսեցի է, հայրական կողմս աշտարակից։ Ես կարող եմ ինձ ասեմ, որ ես աշտարակից եմ եւ դա այդպես է, ես աշտարակում կրթվել եւ մեծացել եմ, բայց մանկության իմ տարիները անցել են Թիֆլիսում, ինչի հետ կապված շատ հետաքրքիր հուշեր ունեմ։ Դպրոցական տարիների այդ արձակուրդները որ կար, գնում էինք տատիկի տուն, Թիֆլիս, հայկական թաղամաս, Հաբլաբարից վերև, Էլիա թաղամաս կար, ինքը շատ կոլորիտով բավական հետաքրքիր հայկական թաղամաս էր, նեղլիկ փողոցները, Սալահատակ եւ այդ հին տները, բան, այդ ամեն ինչը միջև այսօր իմ հուշերում են, նույնիսկ երազներում տեսնում եմ։ Շատ գունեղ մանկություն եմ ունեցել կապված Թիֆլիսի հետ եւ այդ տարիքից, փոքր տարիքից ես ինչ հիշում եմ, սերը դեպի նկարչությունը եւ հակումը դեպի նկարչությունը արդեն իսկ կար։ Վերցնում էի գրիչ, գունավոր մատիտներ, բան ու տենց գծանկար խզբզոցներ էի անում, որը ինձ հետաքրքիր էր եւ դրանով ես տարվում էի։ Հետո արդեն իմ դպրոցական տարիներին աշտարակում հայրս ասեմ, որ ինքը մասնագիտությամբ ինժեներ էր, բայց սիրողական մակարդակի ինքը նկարում էր, միշտ արվեստը բան իր մեջ կար եւ փոքր ժամանակ հիշում եմ, որ հայրս բացում էր այդ էտյուդնիկը ու յուղաներկի հոտը, որ կպնում էր քթիս, ես դա ինձ շատ հաճելի էր, դուր էր գալիս ու տես կլանված նայում էի հայրս, թե ինչ էր անում, երկուներ ոնց էր խառնում իրար, ոնց էր քսում կտավին, բան, ու այդ սերը կար իմ մեջ, այդ սերը ժամանակ սկսեց արթնանալը։ Ու ես 3-4 դասարան էի, դպրոցում իմ նկարչության ուսուցիչը նկատեց, որ իմ մեջ ինչ որ մի բանով ես տարբերվում եմ մեր մնացած բոլոր աշակերտներից եւ իսկապես այդպես էր, քանի որ ես իմ հասակակիցներից տարբերում էի նրանով, որ իմ մոտ բնական հարց էր առաջանում, թե ինչպես կարելի է ստանալ ծավալ։ Նկարում էին կճուճ կամ ինչ որ խնձոր կամ ինչ որ մի բան, որը իրանից ծավալ էր ներկայացնում ու բնական իմ մոտ հարց էր, ոնց ստանամ այդ ծավալը հարթ մակերեսին։ Հայրս ընդհանրապես մի երկու խորհուրդ տվեց, ասեց լույս տվեր, որ կարողանաս այդ լույսը, ստվերը, բան, ինչ որ բան բացատրեց, ես փորձեցի եւ ստացա, ինչ որ բան, ինչ որ արդյունք ստացվեց։ Այդ ամենը նկատեց իմ նկարչության դասատուն։ Ստացվեց, որ ինչ որ բան ստացվում է մոտս, ու ծնողիս ասեց, որ շատ արժի, որ ինքը գնա նկարչական դպրոց, ինչ որ մի բան կա, տղայի մեջ ինչ որ մի բան կա։ Վերջը գնացի նկարչական դպրոց, դա իմ համար մի յուրահատուկ աշխարհ էր, մի շատ լուսավոր աշխարհ էր։ Անպայման ուզում եմ ասեմ, որ բախտս բերել այն առումով, որ մեր նկարչական դպրոցը շատ լավ ավանդույթներով հիմնված դպրոց էր։ Բոլորը պրոֆեսիոնալ նկարիչներ, հիմնադիր տնօրենը Սարգիս Թովմասյանն էր, ով շատ լավ ավանդույթներ էր դրել դպրոցում։ Ինչու համար եմ անդրադառնում այդ վաղ տարիքի նկարչական դպրոցին, որովհետև շատ կարևոր է, թե սկիզբը որտեղից է սկսում, ինչ մակարդակից է սկսում, շատ կարևոր է, որ սկիզբը լինի բավական լավ մասնագետների, վարպետների մոտ եւ այդ առումով այո պետք է ասեմ բախտս բերել էր, որովհետեւ կարող էր մի ուրիշ տեղ լիներ, մի այլ կերպ դասավորվեր։ Ինչևէ, նկարչական դպրոցում իմ օրերը անցնում էին ուղղակի այսպես սպասված էր այդ օրերը, երբ դիգա այդ օրը, որ ես նորից գնամ նկարչական դպրոց, եւ հետարքի մի բան ասեմ, մեր տնօրենը միշտ դասական երաժշտություն էր դնում, որովհետեւ այդ պրոցեսի ընթացքում անպայման այդ դասական երաժշտություն ուղեկցում էր եւ պետք է ասեմ, որ դա եւս շատ լավ անդրադարձավ մեր հոգեկերտվածքին, հա, որ վաղը մյուս օրը
դա բավական լավ ներազդեցություն գործեց։ Այսինքն վաղ տարիքից կրթվում էինք բարձրաճաշակ, բարձրարժեք արվեստի հետ էինք առնչվում, բարբերաբար կազմակերպվում էր արվեստի պատմության դասընթացներ, որը էլի շատ հետաքրքիր էր, նույնիսկ ազգային երաժշտության օրեր ունեինք, որ այսպես ինքը, այսինքն մենակ նկարչությունը չէր, այնտեղ եւ լավ երաժշտություն, եւ ազգային ինչ-որ, եւ պատմություններ եւ այլն։ Եվ արդեն այդ տարիքից ես ինձ զգում էի նկարիչ եւ այսպես մի ներքին համոզմունք կար, որ ես ուզում եմ անպայման ես այդ ուղղությամբ շարունակեմ։ Ու տան ինձ շատ բախտես բերեց, որ տանը ինձ հասկանում էին, ճիշտ է, հայրս ուզում էր, որ ես գնայի դեպի իր հետքերով, քանի որ ինքը արդեն դա հարթված ուղի էր իրեն համար, բայց մայրիկի ու հայրիկի ուրեմն զրույցից վերջը հաղթեց նա, որ ակնհայտ երևում էր իմ մեջ այդ արվեստի նկատմամբ, նկարչության նկատմամբ այդ սերը ու ճիշտ կլինի, որ նա շարունակի հենց այդ ուղղությամբ։ Գիտեք ինչ, շատ կարևոր է, որ մարդը զբաղվի իրեն սիրած աշխատանքով, մի աշխատանքով, որտեղ կա սեր եւ նվիրվածություն։ Այո, ես այդ առումով կարող եմ ասեմ, որ դա ավելի քան մասնագիտություն է, որովհետեւ այդ նվիրվածությունը, այդ ջանք ու եռանդը, այդ ամեն ինչը, եթե դու անում ես սիրով, դու արդեն չես նայում, որ քանի ժամ ես աշխատում։ Դա արդեն մի process է, որ ինքս ինքյա այսպես տրվում ես ու տանում է այդ եւ դա ինչ որտեղ բերում է արդյունքի։ Շատ կարեւոր է սիրել, սիրահարված լինել եւ կյանքին եւ մասնագիտությանը, որը անպայման ինչ որ արդյունք բերում է։ Սերը շատ կարևոր է։ Ինձ ոգեշնչում է հենց կյանքը, կյանքի բոլոր դրսևորումները։ Ինձ ուզում է կյանքի բոլոր դրսևորումները եւ գիտեք կյանքում եւ ողբերը կան տեսարաններ, կարող ենք ողբերգության հետ առնչվել եւ հերոսական ինչ-որ երևույթների հետ առնչվել եւ այս ամեն ինչը մեզ շրջապատում է, մեր կյանքն է, մեր պայքարն է եւ ես անմասն չեմ կարող, անտարբեր չեմ կարող լինել այդ ամեն ինչին, այդ process-ներին, այդ հուզումներին եւ այդ ամեն ինչի մեջ ինձ միշտ գրավում է գեղեցիկը։ Նայեք, կարող եք կյանքում հանդիպել ինչ-որ մի հատ տգեղ, գրեհիկ ինչ-որ մի երևույթի, բայց դա քեզ տիպի, որ դու գնաս էլի դեպի գեղեցիկը։ Այսինքն նայելով ինչ-որ մի հատ տգեղ մի ինչ-որ մի բանի, հա, բայց դու այդ դրանից դրդված գնաս մեկա դեպի գեղեցիկը։ Գեղեցիկ ուզենաս, գեղեցիկին մեծարես գեղեցիկը, ինձ համար գեղեցիկը դա պարզ հասկացողություն չի, հա, դա ներքին ինչ-որ մի ներքին բովանդակություն է, գեղեցիկին ինձ ոգեշնչում է եւ բնության մեջ, եւ մարդկության մեջ ու դա հենց ստիմուլ է տալիս, որովհետեւ ես ոգեշնչվեմ, ուզենամ ինչ-որ այդ պորտքումը իմ մեջից այդ պորտքումը դուրս գա ու ես կարողանամ աշխատեմ նվիրումով, սիրով, այո, գեղեցիկը ինձ ոգեշնչում է, լույսը ինքը արդեն գեղեցիկ է, լույսի տարբեր ռակուրսները, հա, չգիտեմ, օրվա մեջ տարբեր ձև է այդ լույսը լինում, առավոտյան լույսը մի քիչ ուրիշ է, երեկոյան ուրիշ է եւ այդ ամեն ինչը տարբեր լույսի ներքո այդ նույն տեսարանը լրիվ ուրիշ է, այսպես զմայլվում ես ինքնամոռաց ու ակամայից ոգևորվում ես, հիանում ես, հիանալը շատ կարևոր բան է, որ կարողանաս հիանաս, այդ հիացմունքը քո մեջ արտահայտվի արվեստի, նկարչության լեզվով, գույների լեզվով։
երբ մոտենում եմ սպիտակ կտավին, նախ այդ սպիտակ կտավը մի տեսակ վախեցնող է, ես փորձում եմ իրան ազատվեմ, այդ սպիտակ կտավից ազատվեմ, ստեղծեմ ինչ-որ մի մոնոտիպիա, հա, ինչ-որ մի գույնային, այսինքն տվյալ ինչ-որ ես ուզում եմ նկարեմ, գոնե այդ կոլորիտը ամբողջությամբ ստանամ, ծածկեմ այդ կտավը, որից հետո ես մտածում եմ հետագա աշխատանքի մասին, փուլի մասին։ Գիտեք, նկարչությունը բավական հետաքրքիր process է։ Իհարկե նախանկար, այսպես ասած, էսկիզով կարող ես մտածել կերպարների շուրջ, այն կերպարները, որոնց որ ես անդրադառնում եմ, իրանց գեղարվեստորեն փորձեմ ներկայացնեմ, ոնց որ ռեժիսորի աշխատանք լինի, հա, կոմպոզիցիոն աշխատանքը, մանավանդ ֆիգուրատիվ կոմպոզիցիոն աշխատանքը շատ նման է ռեժիսորային, այս մեկը ստեղ, այն մեկը այնտեղ, այս մեկը ոնց որ ավելնորդ էր, մի հատ process է, որը պիտի քո մեջ էփես, զարգացնես եւ այդ աշխատանքային process-ի մեջ էլ շատ բան փոխվում է, մի պահ թվում է թե լավ է, հետո թարմաշկերով նայում ես, հասկանում ես, որ այս ինչ բանը ավելնորդ էր։ Մի խոսքով դա մի աշխատանք է, որը որ պահանջում է շատ այսպես տեսնելու, կարողանալ տեսնես, ամբողջականը տեսնես, ընդհանուրը տեսնես, որովհետև կա, նայեք, կա նկարչության մեջ գլխավոր դոմինանտ դետալը կամ հերոսը, հա, որի շուրջ հավաքվում է այդ ամեն ինչը, կերպարները եւ այլն։ Կարևորը որ հերոսի շուրջ այդ կերպարները երբ որ հավաքվում են, ինքը ընդհանուր լինի, այսինքն առանձին չդիտվի այդ դետալները, հասկանես, ի վերջո այդ ընդհանրությունը կարողանաս պահպանես։ Այդ ընդհանուր տեսնելու հատկությունը շատ բնորոշ է նկարչին։ Կարող ենք նայել, նկարչիների բնորոշ է նայել եւ տեսնել։ Հենց հատկապես տեսնելը շատ կարեւոր է, որը բնորոշում է նկարչին, տեսնելու ունակությունը, տեսնել ընդհանուր եւ դա աշխատանքի անդադ աշխատանքի process-ի ընթացքում հղկվում է, ինչ որ փորձ ես ձեռք բերում, ավելի վարպետանում ես, որտեղ պրոֆեսիոնալիզմը հենց ինքը անդադ աշխատանքի արդյունքում է, որ ձեռք ես բերում այդ պրոֆեսիոնալիզմը։ Գիտեք, բոլոր գույները ինձ համար սիրելի են, որովհետև գույնա դառնում մեկ ուրիշ գույնի հետ հարաբերակցության մեջ մտնելով։ Շատ եմ սիրում կանաչ գույնը, ինչի, որովհետև ինքը շատ բարդ գույն է։ Կանաչ նկարելը հետարքիր մի հատ նկարիչ, հետարքիր մի հատ արտահայտություն է արել, հիմա չեմ հիշում, որ նկարիչներ, ասում է կանաչը երբեք կանաչով չեն նկարում։ Հետարքիր է, չէ՞, որովհետև կանաչը կարելի է գուցե կապույտը պիտի խառնես դեղինի հետ, հետո այնտեղ, չգիտեմ, մի քիչ օխրա խառնես, հետո դա այդպես հետարքիր բան է, էլի, կանաչը կանաչով չեն նկարում։ Ինքը շատ քմհաճ գույն է։ Եթե կարողանաս կանաչ նկարես, իսկ դա այդտեղ արդեն պրոֆեսիոնալիզմ է հարկավոր։ Իդեպ սկսնակ շատ նկարիչների մոտ կարելի է հենց այդ բանը տեսնել, կանաչը կարողանում են նկարել, թե չէ։ Հա, դա հետարքիր է շատ։ Բնավորությունը, այո, բնավորությունը շատ պետք է ցույց տաս բնավորություն։ Ընդհանրապես քո վերաբերմունքը այս կամ այն հարցի շուրջ դա արտահայտվում է քո բնավորությամբ, քո տեսակով, քո համառությամբ, քո ինչքան ես դու համառ, կամային հատկությամբ, կամային հատկությունը շատ կարևոր հենց որոշիչ
դեր է կատարում բնավորության ձևավորման մեջ, հենց կամային հատկությունն է, այսինքն ես ավելի քան համոզված եմ, որ կամային հատկությունն է, որ մարդուն մարդա դարձնում, կամազուրկ մարդը գուցեև ընդգրկի շատ հարցերից ու հետ քայլ անի, բայց այդ կամք դրսևորելը, հաղթարել սեփական վախերը, հաղթարել սեփական ծուլությունը գուցե, այդ դրա մեջ կամք է պահանջում եւ նկարչության մեջ էլ այն կամք է պետք դրսևորել, կարողանաս այն միջև վերջ հասցնես ավարտին նկարդ, որովհետեւ գիտեք ինչ, այդ բանը էլի ներվա պետք, որ հասկանաս, լավ, էս էլ անեմ, ես մի քիչն էլ անեմ, որ ինքը արդեն ամբողջական լինի։ Հասկանում եք, այդ ներվն է պետք, այդ կամքն է պետք։ Պահանջում է, շատ էներգիա է պահանջում, հեշտ բան չի նկարչությամբ զբաղվելը, հեշտ բան չի, ինքը պահանջում է նվիրվածություն, զոհողություն, անձնազոհություն, այդ ամենը չես կարող անել, եթե չես սիրում, այսինքն սիրո առկայության դեպքում դու արդեն չես նայում, քանի ժամ ես աշխատել, դու կարող ես տրվես այդ պրոցեսին, այդ պրոցեսը ինքը քեզ տանի, այդպես, այսինքն դու նկարչության հետ ես, նկարչությունը քո հետ է, դու նկարչության մեջ ես, նկարչությունը քո հետ է, դու նկարչությունը քո մեջ է, դու նկարչության հետ ես, այսպես է էլի, մեկը մյուսով է։ Ես երիտասարդ նկարիչներին, պարկ ասու, այսօր շատ լավ նկարիչներ կան տելևիզիոնում, տեսնում եմ, հետևում եմ, բավական աշխատասեր են, բավական հետաքրքիր յուրահատուկ մտածողությամբ, ավելի ազատ են մտածում, ես հիշում եմ իմ ուսանող տարիներին, գուցե գիտեք ինչ կա, այս ինֆորմացիայի դարաշրջանում, որ ինֆորմացիայի համար թե պակաս չկա, հա, կարողանում են մեր երիտասարդ սերունդի նկարիչները, ուսանողները, նրանցից շատերը կարողանում են ճիշտ օգտվեն, դա ինձ ուրախացնում է, ինչ կարող եմ խորհուրդ տամ, այսպես բարի ցանկությունս իրենց կլինի, հայտնեմ, որ աշխատեն եւ աշխատեն, որովհետեւ մի շատ լավ նկարիչ հետաքրքիր արտահայտություն է արել, աշխատիր Անտոնիո, աշխատիր եւ ասում է զուր տեղը մի վատնի ժամանակդ նկարչության մասին է խոսքը մեր ժամանակաշրջանում երբ շատ ինֆորմացիա կա եւ ոչ պակաս դեզինֆորմացիա կա այստեղ պետք է ունենալ շատ հետաքրքիր նուրբ զգայարաններ ունենալ որ կարողանալ թաթը չորից տարբերես ճշմարիտը կեղծիքից տարբերես այո նկարչության մեջ էլ կա շինծու եւ ազնիվ նկարչություն որտեղ նկարչության ուժը արվեստի ուժը հենց նրա մեջ է նայեք սերը եւ պարզությունը այստեղ այս սիրո եւ պարզության դրսևորումը նկարչության մեջ նո պլյուս ասենք վարպետությունը հա անխոս վարպետությունը բայց այդ սերը դեպի նկարչություն եւ ինչքան պարզ այնքան ավելի գուցե հանճարեղ չեմ վախենա այդ խոսքից ասեմ որովհետեւ այո այդ պարզության մեջ է այդ հանճարեղությունը մարդիկ մտածում են ինչ-որ բարդ նկարչություն ստեղծեն, էս էլ անեն, էս ասենք, որ ցույց տան գործը արված էլի շատ վիրտուոզ բան, բայց անկեղծ պետք է ասեմ, ինչքան պարզ գուցե այնքան լավ, չտանջեն էլի, նկարչությունը չտանջեն, գուցե մի շնչով նկարված լինի, այդ թեթևությունը պետք է կարողանաս զգաս նկարչության մեջ Իվերշետը եթերային ինչ-որ մի բան պետք է լինի։ Հա, էլի ցույց տու քո պրոֆեսիոնալիզմը, քո գրագիտությունը, քո այդ ամեն ինչը ցույց տու, բայց պետքա լինի ավելի պետք չի տանջել։ Պարզ։ Այդ պարզության մեջ է
ամբողջ գեղեցկությունը հրաշքը։ Այդ նմանը գիտեք ինչ որ մի հատ աղջիկ կա, որ ասենք ինքը այնպիսին որ ինքը կա, ինքը իր արժեքը շատ լավ հասկանում է եւ ինքը շատ པարզ է։ Ինքը շատ པարզ է, ինքը իր ինքնագնահատականը շատ լավ գիտի ու շատ པարզ է։ Նմանություն կտա էլի այդ աղջիկա, որտեվ հիմա կան, չէ, աղջիկներ մտածում են պլաստիկ վիրահատության, էս էլ անենք, մի հատ այն անենք, մի հատ սենց անենք, հա, սենց իրանց ինչ-որ շինծու, ինչ-որ գեղեցկություն են ստանում ու տես շաբլոն ա լինում, էլի շաբլոն։ Բայց պատկերացրեք, որ մի աղջիկ, որը որ ինքը շատ լավ գիտի ով է, իր ինտելեկտը, իր հոգևոր արժեքները եւ ինքը կարիք չունի ձևականության։ Այդ պարզությունն եմ սիրում։ Տեղ գեղեցկություն կա։ Նույնը նկարչության մեջ միշտ տարբերություն։ Այդ շատ բաների հետևից էլ պետք չի ընկնել։ Գիտեք ինչքան նկարչությունը սիրում է քիչ խոսալով շատ բանի մասին խոսած։ Այդ շատախոսությունը նկարչության մեջ շատ բաներում խանգարում է։ Սա նաև ինձ էլ է վերաբերում, եթե ինքն է քննադատաբար մոտենամ եւ այդպես էլ անում եմ։ Ես ինքս ոնց որ այն սկզբից մեր խոսակցության ասեցի, որ նկարչությունը նման է ռեժիսուրային, դու ինքդ որպես ռեժիսոր մտածում ես, այս բանը արժի թե չէ, սա գուցե այս մի դետալը չլինի ավելի լավ է կամ չգիտեմ էլի, այսպես ավելորդ բաներ պետք չի նկարել նկարչության մեջ, հասկանաս, ինչքան քիչ, հակիրճ եւ պարզ։ Ну սա իմ մոտեցումը։ Ես այսպես եմ ընկալում։ Բնականաբար իմ նկարչությունը տարիների ընթացքում ինչ որ զարգացման փուլեր է անցել, փոփոխության ենթարկվել է եւ դեռ կենթարկվի վստահ եմ, որովհետեւ իմ մոտ տարբեր խմորումներ կան, որովհետեւ բաներ կան, որոնք ընդհանրապես ես ինքս շատ դժվար եմ ինչ որ գոհանում, բավարարվում եւ իշտիմա դա նորմալ է, որովհետեւ այո, ինքդ քեզանից պետքա պահանջես, ավելին անես, ավելի մի հատ ուրիշ ձևի մտածես, այսինքն այդ չկաղապարվես էլի ինչ-որ մի շրջանակների մեջ ու ասենք նույնը կրկնես էլի տարիներ շարունակ, ինչ-որ մի հատ ձև գտնես, ասենք այդ ձևը վերջ գտել եմ այդ ձևը, չէ, այդպես չի, դու կարողանաս այդ մի հատ ուրիշ ձև փորձես, չգիտեմ, անդադ փորձես, անդադ ինչ-որ մի բան փորձես գտնես, այդ ճշմարտությունը սկզբից ասում եմ, չէ, արվեստագետին ինչն է մղում, որ ինքը մտնում է այդ դաշտ, ստեղծագործական դաշտ, այ հենց այդ ճշմարտության որոնումը ո՞րն է ճիշտը, այս նկարչության այս տեսակը ճիշտ է, թե այ երբ որ քեզ համոզի, որ այո, այսա հետարքիր է, սա ճիշտ ինչ-որ բան կա մեջ է, էլի, այդ էլ հարաբերական է, էլի, ճիշտ է, սխալ նկարություն, ճիշտ նկարություն, կարևորը ներդաշնակ լինի, այդ ներդաշնակության մեջ կա ինչ-որ բան, շատ կարևոր բան, այո, կարա փոխվի իմ նկարությունը եւ դա չեմ բացառում եւ ընդհակառակ ես ողջունում եմ, որ այո, ես ապրում եմ, քանի ապրում եմ, ես այնքան ինձ հետաքրում է, այնքան ես ուսումնասիրում եմ, այնքան ես ուսումնասիրում եմ տարբեր նկարիչներին, համաշխարհային նկարչությունը, որը ասենք տեսնում ես գերմանացիները ոնց են նկարում, հա, հետո ասենք տեսնում ես բաները, հոլանդացիները ոնց են նկարում, հետո հայերը ոնց են նկարում, մեր Հայաստանում ինչ նկարությունն է, ինչ մթնոլորտ է նկարչական, վերջը այդ կոնտեքստից դուրս չէ, էլի, դու ինքդ փորձում ես անդադ մասնակիցը լինես, փորձում ես այդ ինֆորմացիոն բանում տեղյակ լինես, էլ ինչ է կատարում, ասենք այսօր ժամանակակից արվեստի ոլորտում, նկարչության մեջ։ Այս վերջերս շատ նկարիչներ են անդրադարձել, ես էլ մի երկու բառով անդրադառնամ, այդ սկոչի եւ բանանի այդ թեման, որը որ շատ ինքը զավեշտալի է, որը դժվար է կոչել արվեստի գործ կամ նկարչություն,
կամ կոնցեպտուալ ինչ-որ արվեստի ոլորտից, դե կարող է ես շատ բան չեմ հասկանում, բայց ամեն դեպքում ես կարծեմ, որ դա գեղանկարչության հիմնական այդ գեղագիտական օրենքներից դուրս բան է դա, հասկանում եք, ի վերջո նկարչության արվեստի, կերպարվեստի նպատակներից մեկը հենց այն է, որ կարողանաս այդ հարմոնիայի մեջ ցույց տաս այդ գեղեցկությունը։ Ի վերջո մարդուն տանես դեպի հոգևորի հետ շփվելու այդ դրան պետքա դրթի։ Քո աշխատանքը նայելուց պիտի ինչ-որ մի բան մեջը արթնանա, ինչ-որ մի ձգտում, ինչ-որ մի who is, դա է շատ կարևոր, հենց դա է կարևոր։ Այդ նպատակին պիտի ծառայի, գեղեցիկին պիտի ծառայի։ Ես հենց այնպես չեմ ասում, էլի գեղեցիկ, դա պարզապես ինչ-որ մեր սիրուն բառ չէ, էլի գեղեցիկին ծառայելը։ Այո, պիտի գեղեցիկը, գիտեք ինչ, պիտի կարողանանք գեղեցիկը գնահատենք։ Գեղեցիկը ոչ թե ուզենանք այդ գեղեցիկը, ասենք տիրանանք այդ գեղեցիկին, հետո դե մերնա ոնց կուզենք հետը կվարվենք այդ գեղեցիկի տերնենք, չէ, այդ գեղեցիկը մենակ քոնը չի։ Այդ գեղեցիկը պիտի կարողանաս գնահատես, պաշտես, սիրես։ Բնության մեջ էլ նայում ես, բանա, չէ, ամեն ինչ չէ որ գեղեցիկ է։ Ի վերջո դու ես ընտրում, չէ, որ մոտիվն է, ավելի ինչ որ գեղանկարչական բան կա մեջը, բնության մեջ, այդ ծառը, թուփը, բանը, վերջը։ Ամեն դեպքում ես նկատել եմ, որտեղ որ մարդկային գործոնը այդքան չկա, այնտեղ գոնե գեղեցիկը կա։ Ցավոք սրտի, այսօր աշտարակի մեր հրաշք, ուրեմն ձորը այսօր կորսում է այդ գեղեցիկը։ Այդ բնության հաշվին այդքան ռեստորանային օբյեկտներ, լավ հասկանալի է 1-2 հետո օբյեկտ դարձել են կուտող խմող ազգ։ Չէի ուզում ասել, բայց ստիպված ասեցի։ Բա մենք եթե հպարտանում ենք մեր բազմադարյան մշակույթով, արվեստով, քրիստոնեական արվեստով, ուր մնաց այդ ամեն ինչը, դարձել են կուտող խմող ազգ։ Ես նորից ուզում եմ, որպեսզի մենք այդ ամեն ինչից, այդ ուտել խմելուն ես դեմ չեմ։ Եթե այդ ուտել խմելը նպաստելու է, որ դու հոգևոր լավ արժեք ստեղծես, ինչքան ուզում ես կերխմի քեֆ արա։ Բայց եթե այդ ուտել խմելը քեզ նպաստի, որ դու դառնաս ագրեսիվ, սրան գցես, նրան խաբես ու մի հատ էլ գլուխ գովաս, լավ տղա խաղաս, դա չարիք է։ Այդ տեսակ ուտել խմելու ուտող խմող մարդուն, ես չեմ մերժում եմ այդ տեսակ ուտող խմող մարդուն, բայց ով է դեմ քեֆ անելուն։ Քեֆ արա ինչքան ուզում ես, վայել ինչքան ուզում ես, բայց դրա հետ մեկտեղ ստեղծի արժեք, ազգային արժեք։ Կարևոր բան ասեմ, արվեստով է ներկայանում մեր ցանկացած երկիր, ցանկացած ազգ արվեստով է ներկայանում եւ հենց այդ արվեստով է ինքը իր պատմությունը կերտում։ Ես կուզենամ, որ մենք կարողանանք ի վերջո գնահատենք այդ արվեստը, մշակույթը, գնահատենք, որտեվ նայեք իտալացիներին, նայեք ֆրանսիացիներին, իրանց մեջ այդ արվեստ գնահատելը, տեսեք ինչքան բարձր պատշաճ մակարդակի վրա է դրած։ Իտալացիները մեքենա են արտադրում Ferrari, դա պարզապես մեքենա չի, ինքը ավելին քան մեքենա է։ Հայ նկարիչը, եւ չէ առանձնացնի հայ նկարիչը, իհարկե մենք բոլորս ուզում ենք, որ մեկս սերն է պակասել, ավելի սիրով լինենք մեկս մյուսիս նկատմամբ, ավելի հանդուրժող լինենք մեկս մյուսիս նկատմամբ, ավելի ուշադիր լինենք մեկս մյուսիս նկատմամբ։ Մեր շուրջը գտնվում են հրաշալի նկարիչներ, գնացեք, ցուցասրահներ, տեսեք այդ նկարիչներին ինչով են զբաղվում, ինչ կյանքով են ապրում, նկարներ գնեք։ Հասարակությունը պետքա աջակցի
եւ նյութապես, եւ բարոյապես այդ տեսակետից անպայման ուզում եմ շնորհակալություն հայտնեմ եղբայրս ինձ շատ մեծ աջակցություն է հայտնել, որովհետեւ ինքը չլինելով արվեստագետ, նա զինվորական է։ Իր բնույթով զինվորական շատ խիստ բան, հա, բայց ինքը ինձ երբեք մենակ չի թողել։ Ու հետարքիր բան ասեմ, գիտեք, ինքը միշտ ասում է, հիմա էլ է ասում է, Արմեն ասում է, դու ներկայացնում ես արվեստից, մենք կոչված ենք պաշտպանելու այդ մշակույթը արվեստը, եթե մենք չպաշտպանենք, ապա թշնամին շատ հանգիստ կասի ձեր հետ կապ չունի։ Այդ եկեղեցիները, ճարտարապետությունները ձեր հետ կապ չունեն։ Հասկանում ես։ Իրան կվերագրի եւ անում է, փորձում է անի։ Բայց ինքը իմ եղբայրս հետարքիր մոտեցումն է, ասում է, եղբայրս դու ստեղծագործի, դու ոչ մի բանի մասին մի անհանգստացի, ոչ նյութական, ոչ մի բանի եւ ինքը ինձ աջակցել է եւ աջակցում է եւ Փառք Աստծո այսպես ստացվել է էլի Փառք Աստծո իմ բախտը նման բանում բերել է ես ստեղծագործել եմ ինքը պաշտպանել է